Վայ մաղպեքի։ Վայ է տալիս քպական Սերգեյ Մովսիսյանին, Արտենի գյուղի այս բնակիչը։ Եփունին խմելու ջուրը նգարիկի։ Արագածոտնի մարզպետը 3 ամիս առաջ վստահեցրել էր, Հոսում է ջուրը Արտեն։ թե այս գյուղում 1 ամսից, այսինքն հունվարից, բոլորի ծորակներից խմելու ջուր է հոսելու։ Մի ամսվա ընթացքում արդեն բոլորը կունենան։ Շատ լավ։ Դուք մարդ գիտեք, որ իր տանը խմելու ջուր է գալի ծորակից։ 3600 բնակիչ ունի Արտենին, շուրջ 800 տնտեսություն, ոչ մեկի տանը խմելու ջուր չկա։ Ծորակից խմելու ջուր հոսում է, թե չէ։ Չէ, չի հոսում։ Արտենի վարչական ղեկավարն ասում է, ջրագիծը դեռ կառուցվում է։ 9.7 կիլոմետրանոց խողովակաշար է կառուցվում Թալինից Արտենի, դեռ 1.5 կիլոմետր անելու գործ կա։ Չնայած այս պատկերին Փաշինյանի կառավարությունը դեռ դեկտեմբերին մարդկանց փորձում էր համոզել, թե Արտենիում որոշ բնակիչներ արդեն խմելու ջուր ունեն։ Տանը հոսում է ջուրը Արտեն։ Այո, արդեն միացված են որոշները, ոչ բոլորը, բայց արդեն Շատ լավ։ Աշխատանքներ են կատարվել։ Արտենի վարչական ղեկավարն ասում է, օգոստոսին է ավարտվելու ջրագծի կառուցումը։ Հետագա զարգացման։ Մինչև օգոստոս կավարտվի լրիվ, որովհետև բացի այդ ջրագիծը բերելուց պետք է գյուղում 4 տեղով ջուրը հանեն, որ բնակիչները օգտվեն, մինչև տեսնենք։ Վարչական ղեկավարի խոսքից պարզ է դառնում, որ ջրագիծը գյուղ հասցնելուց հետո ոչ թե բնակիչների տան ծորակներից է խմելու ջուր հոսելու, այլ գյուղում 4 աղբյուր է կառուցվելու, որտեղից գյուղացիները կկարողանան ջուր կրել տուն։